կապիտանի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ գտնվում ենք Արարատ գյուղում, իսկ իմ ետևում հենց այն դպրոցն է, որտեղ սովորել հետագայում աշխատել է Վազգեն Սարգսյանը։ Նրա ուշմիտքը մնա ֆուտբոլն էր։ Հովանեսյան։ Դասավորության ասում Հովանեսյան ինչ։ Ծուղ։ Կենսախինդ, աշխույժ և հայրենասեր։ Ահա այսպես են հիշում նրան ընկերներն ու հարազատները։ Աշխույժն է, բայց երկևիցի չի տեսնի չափ տանստող մի բան։ Արագախոս է։ Այսինքն միանգամից գործում էր այսպես խոսքը նրա ֆուտբոլի նկատմամբ ասել, որ նա կարա դիպուտ։ Մենք կոլեգաներ ենք, աշխատել ենք իրար։ Նա ինստիտուտը ավարտել է, եկել է աշխատելու այլ։ Հումորով լի էր, հումորով միանգամություն, ամեն ինչում կատակ էր սիրում, այսպես կատակարներ էր սիրում, ուրեմն այստեղ էր մազական։ Ուսուցիչը պատմում է այն գրազի մասին, որը եղել է իր և Վազգենի միջև։ Նա ուսուցչի հետ գրազ էր եկել, որ 10 օր իրեն կպահի այնպես, ինչպես ուսուցիչն էր կարգադրում։ Եվ 10 օր նա մոտեցող թեքվեց, ոչ են կողմ թեքվեց, ոչ խոսեց, ոչ մի բան, եկամ ասած գրեցի իրար։ Ուրեմն եթե նա ցանկանում է, կարողանում է։ Իմ երազանքը շարադրությունը մեջ գրել է, որ իմ երազանքն է, գոնե մի խաղ, գոնե մի խաղակես, գոնե 20 րոպե խաղալ Արարատի կազմում, հանրապետական մարտակարգում։ Նա իր համարձակ, ամենահամարձակ երազանքներում չի կարող պատկերացնել, որ մի օր այդ մարզադաշտը, որի երանում է գոնե 20 րոպե խաղալ, իրավունք է։ Որ այս դպրոցը, որտեղ նա սովորել է 10 տարի, իրավունք է։ Սկսեց գրել հրապարակական խոսական հոդվածներ, քննադատական հոդվածներ։ Ամենաառաջին երբին գրել իր գյուղի մասին, իր գյուղի անցյալի մասին, իր գյուղի ողբերգությունների և ուրախությունների մասին, լեգենդների մասին։ Վազգենը մորն անվանում էր Սոֆի, իսկ դա ուներ իր նշանակությունը։ Բայց Վազգենը նրա մասին Սոֆի։ Այդ Սոֆի բառն էլ էր իմ մորից ինձ ծանոթ, այսինքն խանութի, այսինքն իշխանուհի, այսինքն արիստոկրատ կին,